դասախոսը ինձ սպիտակ ձեռնափայտ նվիրեց, ես դա կյանքում չեմ մոռանա, ասաց չունես դեռալ, ասի չէ, ասաց լավ կլինի ունենաս ու անպայման տեղաշարժվեց դրանով, որ քո համար ավելի ապահով ու անվտանգ լինի։ Ու մինչ օրս իր նվիրած սպիտակ ձեռնափայտը իմ մոտ է, ես մի ուրիշ ձև եմ իրան վերաբերվում, որովհետև դա ոնց որ փոխեց իմ կյանքը ամբողջովին։ Ես Ալլա Սահակյանն եմ, ունեմ տեսողության խնդիր, որը իծն է։ Ինքնուրույն լինելը իմ համար միշտ է կարևոր եղել, որովհետև ի սկզբանե դա իմ մեջ դրվել է։ Ես փոքր տարիքից նույնիսկ ուզում էի աշխատել, որ օգնեի իմ ծնողին։ Իրավորական էր, երբ որ ես մամայի հետ կանգնած էի, հարցը մամային էին տալիս, հա, կամ մամային առանձին հարցնում էին, թե ինչ ես իրան թողում, որ տունը գործ անի, հա, այդ իմ համար աբսուրդային հարցերից էր, բայց դա ինձ ոչ թե թուլացրել է, այլ ավելի ուժեղ է դարձրել։ Բոլոր իմ մոտ սովորողների հետ փորձում ենք կոտրել կարողությունների եւ հնարավորությունների կարծրատիպը։ Եթե երեխան չճանաչի իր խնդիրը, ինքը չի ընդունելու եւ հետագայում լիքը հոգեբանական խնդիրներ է ունենալու, հասարակություն ինտեգրվելու խնդիր է ունենալու։ Երբ որ աշակերտներիցս մեկը գալի ասում է, գիտես իմ մոտ ստացվեց, մի թեթև սենց վրիպումներ եղավ, բայց ստացվեց, ես արդեն սենց ոգևորվում եմ։ Դա նշանակում է, որ մենք հաղթահարեցինք եւս մեկ փորձություն իր հետ։ Սպորտով զբաղվելու իմ երազանքը շատ մեծ է եղել, շատ եմ սիրել ֆուտբոլ, ստացա առաջարկ, որ սկսենք համ կույր ֆուտբոլ զարգացնել, համ խաղանք, հա, նույնիսկ տենց սկսեցինք զարգացնել մարզաձևը։ Վախեր կա, հա, փակաշկերով խաղալու եւ այլն, այս ինտրիգա, էմոցիա եւ այլն, բայց նաեւ հաղթական, հա, որ ես հասա իմ ուզածին, ես ֆուտբոլ եմ խաղում, հարմարեցված է, կա ձայնային գնդակ, փակում ենք աչքերը դե անվտանգության համար, նաեւ հավասար պայմանների համար։ Ինձ համար շախմատը տարածական կողմնորոշումը շատ լավ զարգացնում ու բոլոր սպորտաձևերը, հա, ինչը որ մեզ համար հարմարեցված է, նաև մտածելու կարողությունը, էլ բարելավում է, որ դու քո գործողություններում կարողանաս արագ կողմնորոշվես, մի քանի քայլ առաջ տեսնես ամեն ինչ փորձես ու երբ որ խաղում ես, նաև կարողանաս մրցակցին կարդալ, հա, ինչ կանի օրինակ ինքը, իմ համար ինքը գրավել է հենց դրանով, որ դու ունես հնարավորություն մտածելու, գործելու, տրամաբանելու, դա մարզում է քեզ, ուղեղիդ աշխատանքը էլ ավելի է բարելավում ու դու կարողանում ես ավելի սենց ճարպիկ լինել քո որոշումներում։ Կենսագրությունը Լուի Բրայլի իմ համար երևի վերջին տարիներին ամենամոտիվացնող պատմությունը իրանն էր, թե ինքը ոնց մեզ համար ստեղծեց այն գիրը, որի միջոցով մենք հիմա մինչ օրս կարողանում ենք կարդալ։ Շատ հետաքրքիր էր, երբ որ ես իմացա, որ այն գործիքով, որ ինքը վնասել էր իր տեսողությունը, դարձավ մեզ գրի միջոց։ Մարդկանց միշտ թվում է, որ իրանց խնդիրները եւ իրանց դժվարությունները անհաղթահարելի են կամ իրանք մենակ ունեն այդ խնդիրները, բայց դրանք լուծելի են ու ընդամենը մեծ կամք, ուժ, համբերություն եւ աշխատասիրություն է պետք դրա համար։ Շատ եմ արժևորում այն կյանքը, որ ես ունեմ ու այն կյանքը, որ ես ապրում եմ, ինձ դարձրել է ավելի ուժեղ։ Ես շատ հաջողությունների եմ հասել ու օրինակ չեմ պատկերացնում, որ եթե ես չունենայի տեսողության խնդիր, ինչ անհատ էի լինելու։ Եթե կա կյանքը, պետք է իր սիրուն խնդիրները sense լուծելով գնանք առաջ, հաղթահարենք, պետք չէ այդ խնդիրը դարձնել ավելի մեծ խնդիր եւ կյանքը փչացնել։